Բարի առավոտ սիրելիներս, Մերոնի հետ եկել էինք պարկ, փոքրիկ շունիկ Մերոնին ու ուզում էի ձեզ պարկի գեղեցկությանը ցույց տայի, քանի որ ծառեր էին ծաղկել, բայց մեկ է սկսվեց հորդառատ անձրևը, ճիշտն ասած որ տանից դուրս էինք եկել, ոչ մի անձրև չէր գալիս, մռայլ էր եղանակը ճիշտ է, բայց սկսվեց հորդառատ անձրևը ու մենք այս ծառի տակ, կարծես անձրևանոց լինի այս ծառը ու իմիջայլոց թթի ծառը, այս ծառի տակ մենք պատասպարվել ենք, հիմա մտածում եմ ավելի լավ այս ծառի տակ կանգնենք, չթրջվենք, քան չգիտեմ երևում է թե չէ, երևում է երևի անձրևը, մի անգամից անձրև սկսեց, ավելի լավ այստեղ պատասպարվենք, մի քիչ կթուլանա անձրևը, նոր կգնանք, մոտ 2 կիլոմետր քայլում ենք, մինչև մեր տուն ենք հասնում, դրա համար լրիվ ջուրը կլնենք, ավելի լավ է այստեղ մի փոքր մնանք, մարդ չկա պարկում, մենակ մենք ենք, մեկ էլ աշխատողներն են, այստեղ գործ էին անում, հիմա ավտոյի մեջ նստեցին, կիրակի օրով պարկում, հիմնականում ոնց որ կիրակի օրով են գործ անում, մաքրում են, էտում են երևի ծառերը, իրանք իրանց գործը, հա, աղբարկղներն են փոխում, խոսքով իրանք իրանց գործը։ Ողջույն սիրելիներս, այսօր ձեզ ողջունում այսպես մի փոքր թրջված, արդեն մի փոքր չէ, լավ է թրջվել եմ, արդեն անձրևը շատ ուժեղացավ ու ծառը չի, ծառի տակի չեն կարողում պատասպարվել, աշխատողները մեքենայով անցնում էին և այսպիսի տոպրակ առաջարկեցին, որպեսզի որպես անձրևանոց օգտագործեմ, ես էլ համաձայնվեցի, ուրիշ ճար չունենք, հիմա թրջվելով, վազելով պետք է գնանք տուն հասնենք, գոնե գնանք մի հատ տանիքի տակ կանգնենք, մինչև մի փոքր թեթևանա, գնացի սիրելիներս, այսօրվա վլոգը գեղեցկությունը չկարողացա ձեզ լավ ներկայացնել, կհանդիպենք երևի տանը, սիրելիներս կարելի ասել լավ թրջվել եմ արդեն, անձրևը կատ է սկսե գալ, ահագին թեթևացավ, հիմա որոշեցին, որ շարժվենք տուն, չնայած այս ձեռս տոպրակը չեմ գցում, որ մինչև տուն հասնելը, որովհետև մորթս կարող է ճանապարհին նորից որոշի անձրևը կա, երեկվա տակ, արևոտ, լավ եղանակին, տեսեք ինչ եղանակ հաջորդեց, չնայած տաք է դուրսը, 17-18 աստիճան, բայց երեք շատ տաք էր, ամառային եղանակ էր կարծես թե այսօր անձրևոտ, ոչ կկտրվի, սա էլ կանցնի շուտով ամառը։ Ժողովուրդ ջան, նայեք այստեղ, տեսեք, կարծես նորվա հորդառատ անձրևը չլիներ։ Այստեղ արդեն կապույտ երկինք է նշմարվում։ Ինչքան սիրուն է, չնայած այսքան հատվածն է, հետևի հատվածում դեռ սև ամպեր են։ Ինչքան սիրուն է։ Այս էլ Մերոնին ամբողջովին թրջված։ Հա, Ռոնի, նստած սպասում է, որ գնանք տուն։ Անձրևը կտրվեց։ Շամ, դա հազիվ կաթում է, բայց ոնց որ եթե չէ, արդեն կտրվել է։ Գնանք տուն, Ռոնի։ Հա? Գնացինք տուն։ Գնացինք։ Արի։ Տեսեք, պարկի գեղեցկությունը չեղավ, չստացվեց նկարեի, այս գեղեցկությանը նայեք, անկեղծ ասած չգիտեմ ինչ սառա, ես մի քիչ գյուղատնտեսությունից հեռու եմ, մինչև միրգը չի լինում, չեմ իմանում ինչ սառա, սաղկել է գեղեցիկ, իսկ սա Հայաստանում կարծեմ ասում են հայերեն նոր աշխարհ, այդ պտուղն է, տեսեք այստեղ խակ է դեռ, այն վերևները երևի որտեղ որ արև է տեսել, արդեն տեսեք դեղնել է, այս սառից այստեղ շատ կա, ու շատ համով է ու շատ օգտակար է։ Այս էլ ճանապարհի գեղեցկությունը։ Գեղեցկության կողմից անտարբեր, կողքով անտարբեր չեմ կարող չանցնել։ Գնացինք։ Մեզ մոտ անձրևը կարծես թե արդեն լրիվ կտրվեց, հիմա ծառերից է կաթում հատուկենտ, քանի որ արդեն անձրևը կտրվեց ու կարծես տեսեք մի փոքր ամպերի տակից էլ արևը նշմարվում, ձեռքից տոպրակը գցեմ արդեն,
բերջ անում հետս ու գցում եմ պլաստիկե կոնտեյների մեջ։ Աբրանը այս ճանապարհը այնքան հով է լինում, բոլոր տեղը արևշոք, բայց այս ճանապարհը անցնելուց շատ հով է լինում։ Այս ծառերը լավ հովացնում են, մենակ այս ծառերը մի թերություն ունեն, կարծես թե շիրա է կաթում, որ ամառը այսքան մասով անցնում ես, ամբողջովին կետինը շիրա է լինում, ամառը ցույց կտամ, անցնել չի լինում այդքան մասով, ու այս ծառերից է լինում, այս ծառերից շիրա է կաթում, չգիտեմ ինչ ծառեր են ճիշտն ասած, բայց շատ հով է լինում այսքան մասը ու հաճելի է քայլելը։ Ժողովուրդ, մեր մոտի եղանակը տեսեք արև, չնայած մի փոքր հազիվ կոթկոթում է, բայց տեսեք ինչ գեղեցիկ ու հաճելի եղանակ արեց, արևը բացվեց արդեն, բայց արևը վառում է, ավելի տոթ է այսպես։ Փողոցները հանգստություն, կիրակի է օր այսօր, հատուկ են մարդիկ են երևում, անձրևներ մի փոքր խանգարեց, կիրակի մի փոքր ուշ են ժողովուրդը զարթնում, ժամը 11-ից հետո չնայած սրճարանները արդեն լիքն է լինում, սա էլ դպրոցներն այսօր հանգստությունը վաղվանից կսկսեն, սա փոքրիկների դպրոցն է, ավելի շուխուրը շատ է այստեղից, այն կողմում էլ մեծերի դպրոցն է, մեծերինը ուրիշ աշխուժություն է, փոքրերինը ուրիշ։ Այսը արևը բացվեց, սրճարաններն էլ հետը կբացվի, սեղանները հավաքած է, չնայած սրճարանը կարծեմ կիրակի օրը փակ է։ Համ արևը, համ կատ, հազիվ կատ անձրև է գալիս։ Ես արդեն համարյա թե տուն եմ հասել։ Կողմում է թենիս է խաղում, սեղանի թենիս ու իրանց կիրակին են վայելում ամուսիններով։ Հասա արդեն շենքի մոտ, այսօ մեր շենքն է, բնակելի երկու հարկ է, բայց այս ներքևի հարկն են հաշվում, պահեստներ են ներքևի հարկը, բայց որպես ներքևի հարկ են հաշվում, մենք բնակելի առաջին ենք, բայց համարվում ենք երկրորդ հարկ։ Այս ծառերը ծաղկել են արդեն, չգիտեմ երևում է թե չէ, հեսա մոտիկացնեմ, բաց մանուշակագույն գույնի մեղմ գույնով շատ ու անուշ բուրում է, ծառեր են, կարծես յասամանի նման լինի, բայց յասաման չի իհարկե, ուղղակի մենակ այս ծառերի վատը են է, որ այս տեսնում եք այս գնդիկները, ամբողջ տարի այսպես կա ու հիմա թափվում է, քամի է լինում, թափվում է ներքև, լրիվ գետինը աղտոտում է, այստեղ փոշակուլով մաքրում են շատ փողոցները։ Մի խոսքով հասանք տուն, եղանակն էլ բացվեց, հրաշալի եղանակ։ Ամենուր գեղեցկություն է, այս սիրում եմ տարվա այս եղանակը, որ ամեն ինչ գեղեցիկ է, արդեն ծաղկում է, սիրուն, կանաչ, չգիտեմ, սիրուն է, ձմեռը մի տեսակ չեմ սիրում, չնայած այստեղ ձմեռ որպես ձմեռ չի լինում, բայց միևնույն է էլի չեմ սիրում։ Ռոնիկ ուր ես գնում դու, հա, արի գնացին տուն, արի Ռոնիկ ջան, արի բուխուշ։
Ճիշտ է, մեր շենքը երկու հարկանի է, բայց մենք ունենք վերելակ։ Այս էլ ռունի մեջքը քորելու տեղն է։ Տեսեք, այս պատը սևացրել է։ Գալիս է մի անգամից այստեղ մեջքը քորում է ու մտնում է տուն։ Գնացի տուն։ Տեսեք, սա էլ մուտքը մաքրել են ու այսպես շորը դնում են, այս նշանակում է, որ իրանք մաքրել են։ Ժողովուրդ ջան, մեզ մոտ վերջնականապես եղանակը բացեց, ստացվեց, եղավ իմ սիրած եղանակը։ Բայց ասում են վաղը գրված էր, ավելի ճիշտ ասում են վաղը էլի անձրև է գալու, 2 օր անձրևային է լինելու, տեսնենք։ Տեսեք, մեր մոտ էլ է ծառերն երևում, մոտիկ ասնեմ, չգիտեմ երևում է թե չէ, որ ծաղկած է։ Հեսա, որ արդեն ծաղիկները վերջնականապես ծաղկեց, շատ սիրուն է լինում, ուղղակի մի թերություն է լինում, որ քամին տալիս է, այս ծաղիկները ամբողջը մեր պատշգամբն է լցվում։ Հիմա մեզ մոտ մի փոքր քամի է։ Ես էլ եկա տեսա, որ եղանակը լավն է, արդեն արագ լվացք արեցի, այն լվացքի մեքենան ինձ է կանչում։ Գնամ լվացքս փռեմ, արդեն երկրորդ անգամն եմ գցում։ Գնամ լվացքս փռեմ, էլի ձեզ կմիանամ, սիրելիներս։ Երևի արդեն խոհանոցում կմիանանք։ Կհանդիպենք խոհանոցում։ Մի հատ այս գեղեցկությանն էլ ցույց տամ ձեզ, նոր գնամ։ Տեսեք, այս ճյուղը, ամբողջ այս ծառի մեջ, այս ճյուղը մի հատ հրաշք է։ Սիրելիներս, ինչ պատրաստել այսօր։ Ես այդ հարցին ինքս ինձ պատասխանեցի, թեև գիտեմ, որ շատերիս մոտ, համարյա թե բոլորիս մոտ այդ հարցը ամեն օր տանջում է մեզ, ինչ պատրաստել այսօր։ Հիշեցի, որ սարսախեցիկում ձուկ ունեմ, դա որոշեցի հանեմ պատրաստեմ սովորական կեփը։ Չնայած ամուսնուս այդքան է սեր չունի ծովամթերքի հետ, հատկապես եփած ձկան հետ, ձուկը սիրում է միայն ջեռոցում դրված, այն էլ լավ չորացրած։ Իր համար առանձին կարտոֆիլ եմ եփում, պահածոյացված ձուկ ունեմ, թունաձուկ, դրա հետ միասին կուտի։ Իսկ ձուկը կպատրաստեմ կեփեմ, սովորական լիմոնով եմ պատրաստելու, նարինջ եմ կտրատելու մի քանի հատ, շատ համեղ է ստացվում այդպես, սովորական թարխունը ափսոս ինձ մոտ սառեցված վիճակում թարմ չունեմ, սև պղպեղ կօգտագործեմ և հատիկավոր և մի փոքր ավելացնեմ փոշի վիճակումը, աղ չեմ անի, որովհետև արդեն աղարել եմ նախապես ձուկը և լիմոն չգիտեմ, ասեցի թե չէ, լիմոն էլ կկտրատեմ ու կարագ իհարկե։ Հիմա քանի որ իմ մոտ ձուկը փոքրիկ է շատ, 2 մասի կբաժանեմ հաստատ։ Ինչպես ասեցի, ձուկը նախօրոք եփել եմ, նախօրոք լվացել եմ, աղ եմ արել, արդեն պատրաստ վիճակում է։ Գլուխները չկա, որովհետև մենք ոչ մեկս գլուխ չենք ուտում։ Այստեղ մի փոքր այս պոչից կկտրեմ, որ չխանգարի եփվելու ընթացքում, եթե մկրատով երևի անեմ, դա ավելի հարմար կլինի։ Կբաժանեմ մի անգամից այսինքն 2 մասի։ Այստեղ կկտրատեմ մի քանի շերտ լիմոն։ Շատը չեմ անի, որ շատ դառնահամ չլինի։ Եվ կկտրատեմ նարինջ։ Նարինջը արդեն նախապես լավ լվացել եմ, հենց այսպես կեղևով էլ կդնեմ։ Այսքան մասը կհանեմ, որովհետև լավը չէր։
Շատ համեղ է լինում, արոմատը շատ լավն է նարինջով եփվելուց։ Բավական է սկանը։ Այսպեսի փոքրիկ տապակ եմ վերցրել, երևի բավական է, որովհետև ինձ մոտ ձուկը քիչ է։ Այստեղ այսպես կշարեմ լիմոնը։ Ձուկը կշարեմ։ Այստեղ հատիկավոր սև պղպեղի փոխարեն այսպես գունավոր պղպեղ եմ օգտագործում։ Մի քանի ճոտ կդնեմ այսպես մի քանի տերև ճյուղ։ Կդնեմ թարխուն։ Կավելացնեմ մի փոքր սև պղպեղ, շատ քիչ։ Այստեղ կավելացնեմ նարինջները։ Որոշեցի այսպես կտրամ, որպեսզի ավելի հաճելի լինի։ Կարող ենք այսպես ձկան մեջ մի փոքր մտցնել։ Այստեղ է կարակ կավելացնեմ արդեն և մի փոքր ջուր, ջուրը շատ քիչ եմ ավելացնելու, ուզում եմ, որ ձուկը շուտ է եփվում, ուզում եմ, որ իր ոնց որ ասում եմ բղով եփվի։ Եվ մի փոքր ջուր կավելացնեմ։ Մի փոքր ջուր կավելացնեմ։ Կփակեմ բերանը, որպեսզի եփվի։ Ահա սիրելիներս, եփվել է արդեն ձուկը, պատրաստ է, ով էս պահին մեզ հետ ճաշում է, բոլորին բարի ախորժակ։ Ժողովուրդ ջան, մեզ մոտ երեկո է, դուրս ենք եկել նորից Ռոնիի հետ իր բնական կարիքները հոգալու համար ու տեսեք, այստեղ ինչ եմ գտել։ Հիմա կասեք Էմմա ջան, ինչ մի զարմանալու բան ես գտել, յասաման։ Ճիշտ ասած, այսքան տարիների մեջ առաջին անգամ ես այստեղ յասաման տեսա։ Չկա, կարող է ինչ չի հանդիպել կա, բայց վաճառքի էլ չեմ տեսել անգամ։ Ու այստեղ սեփական երևի տունա իր բակը, այստեղ յասամանի ծառ։ Շատ սիրուն է, յասաման է, արդեն կասկածեցի, բայց յասաման է։ Ինչքան սիրուն է, մամաս է շատ սիրում յասաման, շատ։ Այս հետաքրքիր ծաղիկին տեսեք, ծաղկին տեսեք, այս հետաքրքիր, ինչ հետաքրքիր ծաղիկ է, շատ սիրուն է։ Սիրունության կողքից չկարողացա անտարբեր անցնել ժողովուրդ։ Ժողովուրդ ջան, ուզում եմ անդրադառնամ երեկվա վլոգին, որտեղ զարմացել էի, որ գերեզմանները կարող են լինել տներին կպած քաղաքի մեջ։ Իմ շատ սիրելի բաժանորդներից մեկը գրել էր, որ Էմմա ջան մի զարմացի, որովհետև Հայաստանում էլ կան այդպիսի գերեզմաններ, շրջաններում հատկապես, գյուղերում, քաղաքներում, որտեղ գերեզմանները տներին մոտ է ու ճիշտ է ասում, հիշեցի, որ տատիկիս գյուղում, տատիկենցս գյուղում տներին մոտ էր գերեզմանները ու տափակ քարեր էին, հիշեք հին գերեզմանները, վրան խաղում էինք, ճիշտ է, ես էլ նոր հիշեցի ու քաղցր հիշողություններ արթնացավ մանկական։ Սիրելիներս, այս գեղեցիկ տեսարանով ուզում եմ ձեզ այսօր հրաժեշտ տալ։ Շնորհակալ եմ ձեր մեկնաբանությունների, ձեր լայքերի և բաժանորդագրվելու համար։ Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ սիրելիներս, ուրախ եմ, որ դուք կաք։
Իսկ ես ինչպես միշտ ձեզ ասում եմ, մնացեք բարյավ եւ խաղաղ։